մասին, որ ամեն դեպքում այդ պիտակը եթե չէ, բանը պոպուլիստի պիտակը ամեն դեպքում կարելի է այսպես հասկանալ, պատվով կգրեք, եթե դա միտված է խաղաղության գործընթացը առաջ տանելու։ Այդ պիտակը ստանալով այնուամենայնիվ կարծում եք, որ խաղաղության գործընթացը առաջ է տանում։ Ես ոչ թե կարծում եմ, այլ վստահ եմ, որ Հայաստանը խաղաղության գործընթացը առաջ է տանում եւ անում է քայլեր, որոնք կառուցողական են եւ որոնք նպաստում են գործընթացի առաջխաղացմանը եւ նրա չելեջացմանը։ Նման քայլերից ամենավաղը, ամենացածությունը դա խաղաղության պայմանագրի տեքստերի շուրջ համաձայնության գալն է եւ առաջարկը բանակցություններ սկսել ստորագրման շուրջ։ Ուստի ես կարծում եմ, որ պետք է շարունակենք այս տրամադրվածությամբ աշխատել։ Իհարկե միակողմանի գործընթաց չէ եւ արդարացիորեն դուք կնշեք, որ արդյունքներ չի տալիս գործընթացը, բայց ես կարծում եմ, որ որոշ արդյունքների մենք այնուամենայնիվ հասել ենք, այն որ տեքստը ամբողջությամբ համաձայնեցված է, դա կարևոր արդյունք է։ Ու նաեւ մյուս ուղղություններով սահմանազատման ուղղությամբ եւ այլն։ Բայց չէ, ըստ էության որևէ բան չի փոխում։ Այսինքն դες պոպուլիստ ասելու հիմքը ո՞րն էր, ինչ հիմք ունեին այդ ասելու։ Ես ճիշտ ասած չեմ ցական Ադրբեջանի աշխատակցի խոսքերը մեկնաբանել, այնուամենայնիվ մեկնաբանությունն այն էր, որ նման գործողություններ անելը ինչ է իմ քայլներ, հրավիրել հանդիպման, քննարկում կազմակերպել, պոպուլիզմը որակվել, ինչը բնականաբար ես չեմ կիսում, բայց նույնիսկ եթե դա այդպիսի ընկալում ունի, ինձ համար պրոբլեմ չի լինել պոպուլիստ, եթե դա միտված է խաղաղության։ Հիմա պաշտոնական մերժում ստացել եք, սա դիտարկենք մերժում որպես։ Չեմ ստացել, բայց ես տեսել եմ հրապարակային հարցազրույցներ։ Պարոն Խանդանյան, շարունակելով խաղաղության բանակցությունների թեման, Ալիևը կրկին հայտարարությամբ է հանդես եկել եւ ասում է, որ Ադրբեջանը ըստ էության նոր նախապայմաններ առաջ չի քաշում բանակցային այդ փաստաթուղթը ստորագրելու համար։ Սրանք Մինսկի խումբը եւ մյուս այդ սահմանադրությունը, սրանք այն պայմաններն են, որոնք 2.5 տարի եւ ինչքան ժամանակ է Երևանին հայտնի են։ Եվ եթե դրանք կատարվեն, որևէ խոչընդոտ չի ստեղծվի։ Ի վերջո, պարոն Խանդանյան, ինչ ձևով է հանգուցալուծվել, ինչ է լինելու էլի այս իրավիճակում։ Ես կարծում եմ, բառախաղինες չարժե մտել նոր նախապայմաններ, հին նախապայմաններ, այնուամենայնիվ դրանք կան նոր նախապայմանները։ Եվ մեր դիրքորոշումները այդ հարցերով շատ հստակ է։ Սահմանադրության մասով, որ խաղաղության պայմանագիրը ամբողջությամբ լուծում է սահմանադրության խնդիրը, եթե այդպիսի խնդիր նույնիսկ լիներ, իսկ մենք հավատում ենք, որ այդպիսի խնդիր չկա, իսկ իհարկե Մինսկի խմբի մասով մենք ասել ենք, որ այո, պատրաստ ենք դիմել Մինսկի խումբը լուծարելու ստորագրմանը զուգահեռ կամ ստորագրումից հետո, որովհետև պետք է այսպես ասած ինստիտուցիոնալ խաղաղություն առնվազն հաստատվի, այսինքն փաստաթուղթ լինի խաղաղության վերաբերյալ, որը հնարավորություն կտա կոնֆլիկտի լուծման վերաբերող մեխանիզմներից հրաժարվել։ Իսկ ինչպես կհանգուցալուծվի, դեպսավոր ժամանակը ցույց կտա ու բանակցությունները ցույց կտա, այնուամենայնիվ մենք փորձում ենք բոլորի ուշադրությունը գրավել, որ հիմա է այդ պահը։ Ձեր ընդդիմախոսները, պարոն Խանդանյան, ասում են, որ այստեղ ըստ էության դուք ձեր օրակարգից եք խոսում, Ադրբեջանը շարունակում է այս երկու նախապայմանների օրակարգը առաջ մղել եւ ձեր ընդդիմախոսները ասում են, փորձը ցույց է տալիս, որ Հայաստանը ըստ էության կկատարի հետքայլ հայտարարված իր սկզբունքից, այսինքն չի դարձնում հիմա սահմանադրությունը բանակցությունների քննարկման թեմա, բայց ինչ որ պահի ամեն դեպքում դա կանի փաստաթղթի ստորագրման համար։ Կարող է նման սցենարի վերջո լինել։ Ես արդեն ասացի Հայաստանի դիրքորոշումը սահմանադրության վերաբերյալ եւ դա է դիրքորոշումը, այսինքն այդտեղ հետքայլի բան չկա։ Այն, որ Հայաստանը պատրաստվում է նոր սահմանադրություն ընդունել, դա բազմիցս է հայտարարվել, բայց դրա ժամկետների մասին եւս խոսվել է եւ դա խաղաղության գործընթացի հետ ըստեյության մեջ։ Չէ, կներեք, բայց այն ժամանակ այսպիսի շեշտադրումներ չկար սահմանադրության հետ կապված։ Հիմա ասում եք իշխանության ներկայացուցիչներ, կառավարության անդամները, որ պետք է լինի խաղաղության պայմանագրին, խաղաղության գործընթացին չվնասող սահմանադրություն, իսկ իշխանափոխությունից հետո սահմանադրական փոփոխությունները դա վարչապետի լիազորությունների, նախագահի լիազորությունների շեշտադրման վերահսկում։ Սա ինչպես կմեկնաբանեք։ Ես հակասություն չեմ տեսնում այն մտքի, որ
սահմանադրությունը չպետք է լինի, նոր սահմանադրությունը չպետք է լինի տեքստը խաղաղությանը հակասող եւ որ սահմանադրական փոփոխությունների հարցը Հայաստանի ներքին գործն է, այդտեղ որևէ հակասություն այդ երկու մտքերի միջև չկա։ Բնականաբար սահմանադրությունը պետքա շատ տարբեր հարցերի անդրադառնում եւ դա պետքա լինի իրական Հայաստանի մասին, իսկ ինչ վերաբերում է թե որ փուլում ինչ նպատակներով ենք սահմանադրությամբ հիմնական նպատակը միշտ եղել է այն, որ սահմանադրությունը ունի լեգիտիմության, սահմանադրության ընդունման process-ները Հայաստանում ու միշտ լեգիտիմության հարցեր են առաջացրել եւ շատ կարեւոր է կապը քաղաքացու եւ այդ փաստաթղթի միջեւ։ Եվ Պարոն Խանդանյան, մի թեմա գերիների մասով այս դատավարությունները էլի շարունակվում են, ինչ կարող եք այստեղ ասել Պարոն Խանդանյան, ինչ կա, ինչ որ գործընթաց, նրանց դատավարությունների վերադարձի մասով, ինչ որ այս ընթացքում ինչ որ նոր բան եղել է, ինչ է արվում հիմա։ Շարունակական դիվանագիտական աշխատանք գերիների ազատ արձակման եւ Հայաստան վերադարձնելու հարցի շուրջ այդ աշխատանքը շարունակվում է, այդ աշխատանքը ամենօրյա աշխատանք է թե Հայաստանի կառավարության եւ թե նաեւ մեր խորհրդարանական դիվանագիտության տեսանկյունից, բայց նաեւ պիտի շեշտեմ, որ խաղաղության գործընթացը եւս ինքնին շատ կարեւոր process է այդ հարցի լուծման համար, այնուամենայնիվ իր քորոշումն այն է, որ գերիները պետք է ազատ արձակվեն եւ վերադարձվեն եւ այդ դատական գործերը, այդ process-ները դադարեցնել, որովհետև դրանք անընդունելի են եւ մարդու եւ մարդասիրական իրավունքի որևէ նորմին չեն համապատասխանում։ Պարոն Խանդանյան, ես ճիշտ եմ հասկանում կամ առհասարակ իշխանության ասածից կարելի է եզրակացնել, որ գերիների խնդրի լուծումը կապակցվում է նաև այդ խաղաղության փաստաթղթի ստորագրման հետ։ Այսինքն դուք ակնկալում եք, որ եթե այդ փաստաթուղթը ստորագրվի, ամեն դեպքում այս հարցով կլինի որոշակի լուծում կամ վերադարձ նրանց, չգիտեմ, դուք ոնց։ Ես կարծում եմ, որ տրամաբանական չի լինի, երբ ստորագրվի խաղաղության պայմանագիրը, Հայաստանի քաղաքացիներ լինեն գերեվարության մեջ Ադրբեջան, այսինքն սա տրամաբանության հարց է, խաղաղության տրամաբանությունն այդպիսին է, բայց իհարկե մեր ակնկալիքն այն է, որ որքան հնարավոր է շուտ ազատ արձակվեն գերիները, որովհետև դա հումանիտար հարց է ու քաղաքական դիվանագիտական բանականությունների այս որպես նախապայման ներառում է սպասարկումները։